Սիրելիներս ուզում եմ պատմել մի կարճ տեսիլք, աղոթքի ժամանակ էր, երբ աչքերս փակ աղոթում էի եւ տեսա տեսարան, կարճ տեսիլք էր ուղղակի դա, ուրեմն ցորենի դաշտեր էին անծայրածիր, հասած ցորեներ ոսկեգույն եւ շատ անսպասելիորեն հանկարծակի շատ մեծ արագությամբ ցորենի դաշտերի մեջ հայտնվեց մի գնացք, հին գնացք էր, հին ժամանակների ավելի, շոգեքարշ է կարծում կոչվում, ինչքան ճիշտ, եթե ճիշտ եմ հիշում, նրա վրա կային 3 ասեմ փողեր, թե ասեմ ծխնելույզեր, թե ասեմ խողովակներ, չգիտեմ որը ճիշտ կլինի, բայց 3 խողովակներ էին, որոնցից դուրս էր գալիս ծուխը եւ նա շատ մեծ արագությամբ էր ընթանում եւ ես իմացություն ունեի, որ դա հափշտակության գնացքն է եւ նա ցորենի դաշտերի միջով անցնում էր շատ արագ եւ ես այդպես ականջներով չլսեցի, բայց իմ հոգում ներսում կարծես լսում էի իմացության պես էր դա, որ այդ խողովակներից ես լսում եմ եւ գնացքի ձայնը եւ զգացողություն էր, որ դա փողերի կանչն է, աստվածային, երկնային փողերի ձայնն է, բայց ես դա ձայնով չէի լսում, դա իմ հոգում էր, սրտում էր, ներքին ինչ-որ իմացություն էր այդ ձայնի մասին Եվ ես գիտեի, որ դա հափշտակության գնացքն է, այդպես անսպասելի եկավ, սակայն այդ գնացքը մեծ չէր, ուզում եմ ասել, որ անկախ այն ամենից, անկախ նրանից, թե ինչքան մարդ է հավատում, որ Տերը շուտով գալիս է իր հարսի հետևից իր ընտրյալ զավակների, ինչքան մարդ է սպասում, անկախ այդ ամենից, միևնույն է Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է իր հարսի հետևից եւ դրան քիչ ժամանակ է մնացել եւ մենք պետք է պատրաստ լինենք, պետք է քաջալերենք միմյանց, որովհետեւ սպասումը դժվար է, որովհետեւ այս սպասման ընթացքում մենք գտնվում ենք չարի ճնշման մեջ, չարի այսպես ասեմ հարձակումների, հալածանքների միջով ենք անցնում, սակայն նաև մաքրվում ենք եւ ավելի ենք մոտենում մեր Տեր Աստծուն, այսինքն սա մի ճանապարհ է, որի ընթացքում, եթե մենք մեզ հանձնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքերին, ստացվում է, որ մենք այս ճանապարհին պատրաստվում ենք Տիրոջ գալստյանը։ Պատրաստվել, պատրաստ լինել չի նշանակում ուղղակի հավատով սպասել, նշանակում է ամեն օր աշխատել քո հոգու վրա, քո սրտի, քո մտքի, քո ցանկությունների, քո կամքի վրա եւ քո գործերի վրա, որպեսզի այդ ամենը լինի Աստծով։ Եվ մենք պետք է անենք բարի գործեր եւ պետք է քարոզենք ավետարանը, քարոզենք փրկությունը, որ մեզ տրված է Տեր Հիսուս Քրիստոսով, հավիտենական կյանքը, որ մեզ տրված է Հիսուս Քրիստոսով, մենք պետք է ծառայենք, որպեսզի երբ Տեր Հիսուս Քրիստոսը գա, մեզ գտնի մեր գոտիները կապած, ամուր կապած եւ ջահերը, լույսերը մեր ձեռքին, ճրագը մեր ձեռքին, եւ ասվում է, որ Երանի այն ծառային, ում Տերը կգտնի այդպիսի վիճակում, այսինքն պատրաստ, սպասելիս